Բա մեր խոսքի քարոզչությունը պետք է ինչ-որ մի օրինակից սկսենք, բայց միջև օրինակը ուզեմ մի հատ հստակ բան բացատրել, ոմանք գիտեք, հետ ոմանք միգուցե լսել եք, բայց այդպես հստակ ձեզ համար չի տարբերվել դրա զանազանությունը։ Խոսքը Ամերիկայում chaplain, չգիտեմ երբևիցե լսել եք, ով է chaplain-ը եւ ով է հովիվը, pastor-ը, ինչ տարբերություն ունեն իրանցից։ Chaplain-ը եւս հոգևոր առաջնորդ է, միայն առանց եկեղեցու եւ առանց ինչ աշակերտների, առանց եկեղեցու անդամների։ Chaplain-ը հոգևոր ծառայություն անում Ամերիկայում շատ ընդունված կարգավիճակ է։ Չգիտեմ ուրիշ երկրներում ինչքան ես գիտեմ այդպես Եվրոպայում կա, բայց ոչ այն կարգին, որ Ամերիկայում արժեքավոր է։ Այսօր հիվանդանոցներում, մեծամասնության հիվանդանոցներում chaplain-ներ կան, որ թեկուզ կես դրույքով կամ ամբողջ դրույքով կամ հոժարակամ գալիս են ծառայություն անելու, հանդիպում են բոլոր այն հիվանդների, հիվանդ իր եկեղեցու անդամ չի, հանդիպում են այն հիվանդների, որ ցանկություն են իրենց համար աղոթելու։ Հասկանում եք, chaplain-ի ծառայություն եւ հովին ամբողջովին տարբերում է, բայց հոգևոր ծառայությունն է։ Chaplain-ի մեծ դեր ունի Ամերիկայի բանակում։ Ինչպես գիտեք, ասենք բանակում հատկապես ասենք այդ ռազմային հսկայական նավատորմը, նավերը, որտեղ ծառայում են երևի 1000-ից 2000 շարքային եւ սպաներ։ Եվ նրանք ամիսներով ու շաբաթներով ինչ են ընտանիքից հեռու են եւ եթե իրավիճակները բարդանում է ամեն իրավիճակ chaplain անպայման կա, որ ինչ է անում, որ կապ է հաստատում բոլոր հոգևորների հետ, նա ինչքան ես հասկանում եմ իրավունք չունի ավետարչություն անելու, բայց պատրաստ է որևէ մեկի հարցումներին պատասխան տա։ Մոտարպես կարողացա հասկացնել chaplain-ի եւ pastor-ի։ Pastor-ը ավետարանում է, քարոզում է, այցելում է, անդամներ ունի, եկեղեցի ունի։ Chaplain-ը չունի նմանաբան, բայց հոգևոր ծառայություն է անում։ Այսքանը եւ մեր առաջի օրինակը chaplain-ի հետ է կապված եւ հետեւյալն է։ Մի ամերիկյան այդպիսի մեծ հսկայական ռազմանավ ուներ նաև ինչպես ասեցի chaplain, որը հոգևոր ծառայություն էր անում։ Մի օր մի առիթով ժողովով հավաքված էին զինվորները, ներկա զինվորները հարցեցին chaplain-ին։ Ասեցին, "Do you believe in hell?" Դու դժոխքին հավատում ես, որ դժոխքը իրական է, կա գոյություն ունի։ He said, "I do not." Թեկուզ հոգևոր էր, բայց ասեց ես չեմ հավատում, որ դժոխք կա։ Մի զարմացեք, chaplain չէ, այսօր pastor-ներ, հովիվներ, հոգևոր առաջնորդներ կան նույնիսկ, որովհետեւ ուղակի կամ նույնիսկ անուղակի ինչ են անում, մերժում են դժոխքի եւ դրախտի գաղափարախոսությունը։ Մի քիչ ավելի մանրամասն կնայենք ավելի ընթացքում։ Եվ he said, "I do not." Այդ ժամանակ զինվորները եւ վստահ եմ հոգևոր զինվորները, որոնք Աստծո խոսքից ունեին այդ բավարար պաշարը եւ հավատքը, հետեւյալ ասեցին. Ուրեմն խնդրում ենք պարոն chaplain, որ դու հրաժարվես քո ծառայությունից։ Եվ բացատրեցին. If there is no hell, ինչպես դու ես ասում եւ չես հավատում, որ դժոխք հասկացողություն կա, ուրեմն մենք քեզ պետք չունենք։ Ինչու են մարդիկ հավատում, որպեսզի ձերբազատվեն դժոխքից, մտնեն Աստծո ներկայություն, Աստծո արքայությունը, որ կոչվում է դրախտավայր, չէ՞։ Ասեց, եթե դու ասում ես, որ դժոխքի չես հավատում, ուրեմն մենք քեզ պետքություն չունենք։ Դու մեզ ուր ես առաջնորդելու։ We don't need a hell, we don't need you. And if there is a hell, if եթե դժոխք կա եւ իրական է, չենք ուզում, որ դու լինես մեր հոգևոր առաջնորդը, որտեղ մեզ սխալ տեղ ես առաջնորդելու։ Հասկանալի է։ Այս օրինակով ինչ ենք ուզում ասել, ինչքան կարևոր է էական է, որ դու ինչպիսի ժողովրդի, հոգևոր ժողովրդի հետ ես հաղորդակցում եւ ինչ եկեղեցու պատկանելություն ունես եւ ով է քո հոգևոր առաջնորդը։ Շարունակենք։ Յուրաքանչյուր մարդ արարած ըստ Աստծո խոսքի եւ որին մենք հավատում ենք, Աստված ստեղծեց նրան միս ու արյուն, բանականություն եւ հոգու աշխարհ։ Մի օր, երբ հանգչում ես, այս միս ու արյունը եւ բանականությունը, որ քո ուղեղն է, քո ամբողջ այդ Աստծո հրաշք ստեղծագործությունը, որ տվել է քեզ զանազանել, տարբերել, քննել, զննել, ուսումնասիրել եւ քո ըստ ուզածի ընտրությունների, որոշումների ընտրություն անել,
Այդ բոլորը ինչ են դառնում են մեռած մարմին եւ հանձնում են հողին կամ ոմանք էլ մոխրի են վերածում, ինչևից է, բայց հոգին մնայում է հավիտենական, որտեղ Աստծո խոսքն է այդպես ասում։ Եվ բնականաբար յուրաքանչյուր մարդ արարած կարիք ունի իմանալու այն պարզ ու հստակ ճշմարտությունը, որը խոսում է երկնքի հավիտենականության, դրախտավայրի եւ դժոխքի մասին։ Եվ այդ հարցում ինչպես կարող է մարդ արարածի մեջ առաջանա, եթե յուրաքանչյուր մարդ երբևէ իր կյանքում մի հստակ հարցում հարցնի. Ուր եմ գնալու, երբ հոգիս ավանդի, երբ որ դադարեմ այս երկրի վրա ապրելուց։ Եվ այդտեղից սկսելու է, վստահեցնում եմ ձեզ, այն խորհուրդը, այն գաղափարը, այն միտքը, այն պրպտումը, այն մտածմունքը ուր եմ գնալու։ Եվ բնականաբար, երբ խոսքը երկնայինի մասին է, հավիտենականության մասին է, հոգու աշխարհի մասին է, նա գիտի, որ պատմության գրքերու մեջ իր հարցի պատասխանը չի գտնի։ Մաթեմատիկայի կամ ֆիզիկայի կամ քիմիայի գրքերի մեջ չի պատասխանը գտնի։ Կա գոյություն ունի սուրբ գիրք, որ խոսում է այդ հավիտենականության մասին։ And if we believe scriptures, եւ եթե ես ու դու այստեղ ներկաներս եւ բոլոր նրանք, որոնք ինչ-որ առիթով այս քարոզչությունը գլսեն, հավատում են Աստծո խոսքի ճշմարտությանը, ոչ թե հատվածները, այլ ամբողջությունը, որտեղ Աստված մեզ զգուշացրեց, կամ որ այս գիրքը իր ամբողջությամբ է, չես կարող առանձնացնել, զատես, բաժանես, որտեղ Աստված քեզանից ասավ կառնեմ, կբաժանեմ ու զատեմ, ու քեզի կպակասեմ։ Ուրեմն ուստի, եթե մենք հավատում ենք ողջ Աստվածաշնչի ճշմարտությանը, ուրեմն բնականաբար այս ճշմարտությունը մի քիչ հետո կընթերցենք նույնիսկ բառ առ բառ Աստծո խոսքի ճշմարտությունից, որը դրախտը եւ դժոխքը իրական վայրեր են երկնքի թագավորության մեջ, երկնքում, ինչպիսին են, ոնց են, փորձենք այսօր որոշ չափի հասկանալ եւ ըմբռնել այդ ամբողջը։ Այսօր սրտի ցավով սիրելիներս, ինչպես մի քիչ առաջ ասեցի, որոշ եկեղեցիներ, որոշ հոգևոր առաջնորդներ չեն այդպես խոսում եւ ոչ միայն չեն խոսում, այլ ամբողջովին ինչ են անում, avoid են անում, այսինքն այդ մասին չեն քննարկումներ անում։ Հիշում եք մեր անցյալ կիրակի օրվա քարոզչության մի հատվածը, որ Հուդայի թագավոր Սեդեկիան այն ժամանակվա մեծագույն մարգարեներից մեկը, որ Երեմիա մարգարեն էր, նրան ինչ էր արել, բանտարկել էր բանտում, եւ Երեմիայի մեղքի ինչ էր, որ չէր խոսում այն, ինչ որ Սեդեկիան ուզում էր լսել, այլ խոսում էր այն, ինչ որ Աստծոց էր առնում։ Այսօր սրտի ցավով բացարձակապես միտում չունեմ որևէ մատանցությանելու այս կամ այն հովիվներին, բայց եթե զգոն եք, հետևում եք, հետաքրքրված եք, գիտեք եկեղեցիներ, հարանվանություններ, ուղղություններ, որոնք Աստծո խոսքի ամբողջությունը չէ որ քարոզում են։ Եվ իրենց ամբողջ խոսքը խոսվում է այն մասին, որ ժողովուրդը սիրում է լսել, ոչ թե այն, որ Աստված է ուզում խոսվել։ Հասկանում եք տարբերությունը։ Դու խոսում ես այն, որ Աստծո խոսքից ես առել, եւ խոսում ես այն, որ ժողովուրդն է ուզում լսել քեզանից։ Եվ բնականաբար այսօր լեցուն եկեղեցիներ կան, որը դրախտի ու երկինք գնալու գաղափարը կապում են ինչի հետ։ Եթե դու ապրում ես բարոյական կյանք եւ ժամանակ առ ժամանակ կարողանում ես եկեղեցի գնալ, ինքնըստինքյան հաշվի, որ դու արդեն երկնային թագավորության քաղաքացի ես։ Այստեղ Քրիստոսը, նրա խաչը, ապաշխարությունը, վերստին ծնունդը, ամեն օր նրա հետ հանդիպումը, բաժինը, ինչ անում, բաց է թողվում։ Այսինքն Աստվածաշնչի անկյունային քարը ինչ անում, ծածկվում է եւ խոսում է ինչի մասին, առօրյա կյանքի մասին։ Եվ բնականաբար շատ է հեշտացնում նմանատիպ քրիստոնյաների, որտեղ նրանք մտածում են, հարևանս կյանքում եկեղեցի չի գնում, նույնիսկ անաստվածը, անհավատ բառեր արտահայտում, իսկ ես հավատացյալ եմ, ժամանակ առ ժամանակ եկեղեցի եմ գնում,
Եվ փորձում եմ իմ բարոյական կյանքը իմ չափանիշներով ապրեմ։ Ուրեմն Աստված, երբ որ մենք երկուսով կանգնենք նրա առջև, մեզանից որ մեկից կզատի, բնականաբար ինձի կզատի։ Ինչու է նա նմանատիպ որոշումներ կայացնում, որովհետև նման խոսք ու գաղափար առելը այն եկեղեցուց որ գնացել է, որ դու փրկվում ես քո բարոյական կյանքով եւ եկեղեցի հաճախելով։ Դա քեզի լի իրա բավարարը երկինք գնալու։ Արդյոք դա է Աստծո Աստվածաշնչի ճշմարտությունը, թե ոչ։ Փորձենք հասկանալ։ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխից համարներ պետք է ընթերցեմ, բայց մինչև համարները 7-րդ գլուխը սկսում է այն պարզ ու հստակ ճշմարտությունից, որ Քրիստոսը զատում էր, երբ որ դու դառնում ես մի նոր մարդ։ Ասում էր, երբ որ ես մտնեմ քո մեջ, դու պետք է չլինես ինչ որ անցյալում էիր։ Եվ դրանցից օրինակ է բերում։ Ասում է, այլևս դու քո կողքինիդ, կնոջդ, ամուսնուդ, հարևանիդ, եղբորդ, քրոջդ աշկի շուղը էլ չես տեսնի, այլ կտեսնես քո աշկիդ մեջի գերանը։ Այսինքն դու արդեն փոխված կլինես։ Այսինքն ուրիշի մեղքը քո արդարության պատճառը չի լինի։ Հասկանալի է։ Եվ դրանից հետո ասեց, եթե իսկապես Աստծուն հավատաս, եթե նրան փնտրես, պետք է գտնես։ Եթե դուռը զարնես, պիտի բացվի քեզ համար։ Եվ ամեն բան Աստված մեզ համար կբացի։ Եվ դրանից հետո մի խստիվ զգուշացրեց։ Ասեց երկու ճանապարհ կա։ Մեկը նեղ է, քարքարոտ է։ Նրանցով գնացողները քիչ են, որովհետև հանդիպում են շատ նեղությունների ու դժվարությունների։ Իսկ մյուս ճանապարհը լայն է ու ընդարձակ է, եւ նրանով գնացողները սրտի ցավով շատեր են։ Այդ նեղ ու քարքարոտ ու դժվարին այդ ճանապարհով գնացող մարդիկ գնում են դեպի երկնային արքայություն։ Սրանք Քրիստոսի խոսքերն են։ Եթե կասկածում ես իմ բացադրության վրա, երբ որ տուն գնաս բացարա Մատթեոսի ավետարանի 7-րդ գլուխը եւ ամբողջովին ընթերցի։ Իսկ ասում այդ լայնը ու թարցակը, որ շատեր են գնացող, դժբախտաբար այդ բոլորը տանում է դեպի ուր, տանում է դեպի կորուստ, դժոխ։ Եվ դրանից հետո խոսեց այս խոսքը, որ այսօրվա մեր թեմային է վերաբերում։ Այն օրը, այսինքն վերջին օրը, դատաստանի օրը, այն օրը, որ ամեն մարդ արարած, սկսած Ադամից ու Եվայից, ինչ պետք է անի, պետք է կանգնի Աստծո ներկայությանը մեջ։ Այն օրը շատերը ինձ կասեն. Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Դևեր հանեցինք, մարգարություններ արանք եւ հրաշքներ գործեցինք։ Եվ բնականաբար յուրաքանչյուրիս մեջ առաջանում է այն գաղափարը, որ ինչ որ խնդիր կար Քրիստոսի եւ այդ տեսակի մարդկանց մեջ, որ ասում է այն օրը շատերը ինձ կասեն, Հիսուսն է ասում, շատերը ինձ կասեն, կհիշեցնեն իրենց ինչը, իրենց հոգեվոր գործունեությունները։ There is a tragic reality. Մի տխուր իրականություն կա այսօր, որ կատարվում է եւ այս եկեղեցում, եւ ողջ աշխարհի բոլոր Քրիստոսի անունով հավաքված եկեղեցիներում։ Եվ ինչն է դա, որ կատարվում եւ իրականանում է յուրաքանչյուր կիրակի, երբ մեկտեղ են գալիս Հիսուս Քրիստոսի անունով։ People can be physically present in a church, yet spiritually absent from Christ. Մարդիկ կարող են կան եկեղեցի, ներկա գտնվեն ֆիզիկապես, բայց բացակային ինչ, Քրիստոսի ներկայությունից իրենց հոգու մեջ։ Դա հնարավոր է, ամբողջովին հնարավոր է։ Եվ եթե նայես, սկսում է այս եկեղեցուց, սկսում է ինձանից, ես կարող եմ ֆիզիկապես այստեղ լինել, բայց եթե թույլ տամ, անուշադրության մատնեմ իմ ներկայությունը, իմ միտքս ամբողջովին կգնա աշխարհ։ Եվ եթե չուզենամ վերադարձնեմ, այդպես էլ աշխարհում կմնա։ Ես ֆիզիկապես եկեղեցում եմ, բայց հոգիս Քրիստոսի հետ ոչ մի կապակցություն չունի։ You can be around God's people, but not be in a God's kingdom. Դու կարող ես քո ամբողջ կյանքը անցկացնես Աստծո ժողովրդի ներկայության մեջ,
բայց ոչ Աստծո թագավորությանը մեջ։ Դրանք տարբեր որակներ են, տարբեր չափանիշներ են։ Դու կարող ես անցկացնել քո ամբողջ կյանքը եկեղեցիներում, գտնվելու Աստծո ժողովրդի ներկայությանը մեջ, բայց այդպես էլ բացակայես քո ապրած օրերի մեջ լինելու Աստծո թագավորությանը մեջ։ Ինչպես քո հոգուտ աշխարհում։ You can be near the cross, but never become follow of the crucified one. Դու միշտ կարող ես եկեղեցում խաչերի մոտ լինես։ Խաչ գաղափարը այսօր ամեն ուր է։ Մեր եկեղեցում կա, որ եկեղեցում էլ գնաս կա, ինչ հարամարություններ էլ գնաս, ինչ ուղղություններ գնաս, խաչ ամեն ուր է։ Մենք խաչը շատ ենք սիրում, շատ ենք հավանում, շատ ենք օգտագործում։ Դու կարող ես քո ամբողջ կյանքում խաչակնկվես, խաչի մոտ լինես, բայց եթե չունենաս այդ խաչյալին քո հոգուտ մեջ, խաչի գաղափարը ոչ մի արժեք չունի, այլ խաչյալն է, որ իր կյանքով ինձ ու քեզ կյանք բերեց։ Եվ վերջապես այդ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 22 ընթերցեցինք, երբ նրան ասում են, որ մենք մարգարություններ ենք անում, մենք թևեր ենք անում, մենք հրաշքներ ենք իրականացնում քո անունով։ Եվ 23-րդ համարում ասում է, ես էլ այն ժամանակ նրանց ինչ կանեմ, կհայտնեմ, ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Սա ամենացավալին է, ամենատխուրն է, ամենաողբերգականն է։ Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Նրանք Հիսուսին ասում են, որ քո անունով մենք հրաշքներ, մարգարություններ, դևեր ենք անել, եւ Տերը ասում էր չեմ ճանաչել։ Մի քիչ ավելի քննենք եւ զննենք այս խորհուրդները։ Այսօր մարդիկ կան, որոնք իրենք եկեղեցին ընտրում են, թե ինչ գործունեություն կա այդ եկեղեցիներում։ Բացարձակապես միտում չունեմ որևէ մեկին Աստծո առջև եմ ասում, մատնացույց անելու կամ հիմի մտքումս ունեմ։ Այսօր մարդիկ կան, որ վազ են տալիս, երբ լսում են այս ու այն եկեղեցում մարգարեություններ ա լինում, մարգարեները կան։ Բացարձակապես ոչ մի հակառակություն չունեմ մարգարեությունների հետ կապված։ Արդեն անցյալ անգամ լեցուն այդ մասին խոսացինք։ Այսօր մարդիկ վազ են տալիս այն եկեղեցիներում, որտեղ խոսք կա, որ այս եկեղեցիներում դևեր են անում։ Եվ շատերը գնում են հետաքրքրասիրությամբ, շատերը գնում են հոգևոր առաջնորդված, որ եթե այս եկեղեցում դևեր են անում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է այս եկեղեցում։ Ոմանք գնում են եկեղեցիներ, որը խոսակցություն կա, որ այդ եկեղեցում հրաշքներ է իրականանում։ Այսինքն դու գնում ես այդ եկեղեցի, ինչ տեսնելու, հրաշքների իրականացումը տեսնելու։ But they lacked genuine salvation. Բայց նմանատիպ եկեղեցիներում շատ հաճախ մոռանում են ամենակարևորը, ամենաէականը, որ ինձ ու քեզ կյանք ու հավիտենականություն տվողն է։ Փրկությունը Հիսուս Քրիստոսի մեջ, ապաշխարությունը, նորոգումը այդ հոգու մեջ։ Որտեղ մի քիչ առաջ լսեցինք Հիսուսի խոսքերը, մարգարեություններ, հրաշքներ, բժշկություններ, դևերի հանել, եթե Քրիստոսին ունես, ամեն ինչ ունես։ Բայց նմանատիպ գործունեություններ մեզի երաշխիք չի տալիս։ Մի քիչ առաջ ինչի մասին ենք խոսում։ Այսօր եկեղեցիներ կան, որ ինձ ժողովրդին ասում են բարոյական կյանքը, եւ մեկ-մեկ էլ ժամանակ առ ժամանակ է եկեղեցի հաճախելը։ Ամեն բան լի իրավ բավարար է։ Նույնիսկ հարամանություն կա, որ ասում են, եթե հայ ես, քրիստոնյա ես, ուրեմն միանշանակ երկնային թագավորության ինչն ես, քաղաքացին ես։ Այսինքն այդ փակագծերը անվերջ բացվելու տեղ կա։ Եվ մոռանում ենք, որ միակ չափանիշը մարդկության համար,
անկախ հարանվանությունից, անկախ քո տարիքից, քո կրթությունից, քո իմացությունից։ Հիսուս ասեց, եթե ինձ ունես, կյանք ունես։ Եթե ինձ չունես, ոչինչ չունես։ Քո հրաշք քարոզները, քո հրաշագործությունները, դևերի հանումը, մարգարություններ անելը, ամեն ինչ կավարտվի, չէ՞, կավարտվի։ Երբ որ ես մեռնեմ, ամեն բան դրան կավարտելու։ Ինչ այն մեջ մնալու։ Այն հոգին, թե ունի Քրիստոսը, թե չունի։ Եթե ունի, ուրեմն նրա հետ ապրելու հավիտյանս։ Եթե չունի, ինձ Քրիստոսի մոտ չի կարող տանել իմ մարգարությունների, իմ դևերի հանումի, իմ հրաշքների գործնեությանը, իմ ակտիվությունը եկեղեցում, քարոզչությունը։ Ոչ մի բան չի կարող օգնել։ Ունես Տերը, Քրիստոսը, ամեն ինչ ունես։ Եթե չունես, ոչինչ չունես։ Is it possible? Արդյոք հնարավոր չէ հոգևոր կյանքում? Is it possible? Serve without surrender. Ծառայես Տիրոջը տանը մեջ, առանց քո սիրտը Տիրոջը հանձնելու։ Հնարավոր է։ Հարց տուր քեզի։ Եկել ես եկեղեցի, էությունով, բնությունով ակտիվ ես, ուզում ես ինչ-որ մի բան անես։ Ոմանք էլ ոչ են, բայց ամեն տեսակի մարդ կա։ Բայց մենք քննարկում ենք serve without surrender։ Երբ որ դու ծառայում ես Աստծուն, բայց սիրտը Տիրոջ հետ չի։ Work without worship։ Երբ աշխատանք ես անում եկեղեցում, բայց քո հոգուտ մեջ մեծարանք ու փառաբանություն դեպի Քրիստոսը չկա։ Դու անում ես, չգիտեմ, չեմ ուզում վերլուծեմ։ Դու անում ես անելու համար։ Դու անում ես երևալու համար։ Դու անում ես փառք փնտրելու համար։ Դու անում ես մտածելով, որ քո արածը Աստծո համար արժեքավոր է։ Բայց երբեք ես հարց չես տալիս։ Էս իմ արածս Աստծո փառքի համար է, թե տեսանելիության համար է։ If without a worship, եթե ես անում եմ առանց Աստծո փառքի համար, առանց իմ էությունս հարցումնելու, Տերը իմ մեջ է։ Տերն է, որ ինձ մղում այս գործնեություն անել։ Թե ես անում եմ զուտ անոնելու համար, տարբերությունները որակային խիստ արժեքավոր են։ Perform without processing a new heart։ Երբ որ իրականացնում ես աղոթներ, փառաբանություններ, երգեր, ծառայություններ, բայց երբեք քեզ չես մտահոգում, Տեր, իմ սիրտս փոխված է, իմ սիրտս քեզ է պատկանում, այս ծառայությունները քո համար է, թե մարդկանց համար է։ Եվ բնականաբար այդ սրտի փոփոխությունը։ That is what means to be present in church, but absent in Christ. Սա տիպիկ խոսում այն մասին, որ ես ու դու կարող ենք ներկա լինել եկեղեցում, բայց բացակա Քրիստոսի մեջ։ Ի՞նչն է մեր նպատակ այսօր եկեղեցու գալու։ Դու ինքդ քեզ հարց տուր։ Մտածիր, խորհիր, մտորիր։ Ինչի համար ես եկել։ Եվ ամենատխուրը նա է, որ մենք անվերջ մեզ հարց չենք տալիս։ Տեր, այսօր ես քեզ հետ հանդիպեցի, այսօր ես քեզնից ճաշակեցի, այսօր ինչ-որ մի բան քեզանից առա, ինչ-որ մի բան սովորեցի, իմ հոգիս քո հոգու հետ հաղորդակցվեց, իմ հոգիս ճաշակեց քո ներկայություն, այդ ջերմությունը, այդ կենդանությունը, այդ քո աստվածությունը, թե մտածում ես եկա, երգեցի, փառաբանեցի, աղոթեցի, քարոզը լսեցի կամ քարոզեցի եւ իմ ծառայությունս լի իրավ կատարատերեցի, ուրեմն ամբողջ շաբաթ լի իրավ բարոյական լրիվ արժեքավորումների մեջ ունենալով հանգիստ խղճով կարող եմ իմ կյանքս ապրելու, մտածելու, որ ես իմ պարտքս կիրակի օրը եկեղեցի գնալով տվել եմ Տիրոջը։ Մենք եկեղեցում արդեն 1 տարի չափ կլինի մոտավորապես, որ սերտում ենք ինչը Եսայիա մարգարոության գիրքը։ Եվ Եսայիա մարգարոության մեջ 29-րդ գլխի 13-րդ համարում այսպիսի մի տխուր նկարագիր է տալիս Տերը։ Տերը ասում է, Տերն է ասում։ Եվ այն ինչ որ Եսայիան առել էր Աստծոց, ոչ թե ասում է ես եմ ասում, իմ հոգևոր փորձառություն ասում է Տերը ինձ ասել է ու Տերը ասում է, որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում եւ իր շրթունքներով է ինձ ինչ անում, պատվում, փառաբանում, երգում, մեծարում։ Նրանք մոտենում են Աստծուն
իրենց շրթունքներով, իսկ նրա սիրտը հեռու է ինձանից։ Տեսնում եք, Աստված ինչպես է առանձնացնում մեկ հատիկ անձը, չի ընդհանրացնում։ Այսօր ամեն մեկս Աստծո համար անոթ ենք, անոթ անտարբերությամբ, թե անոթ փառքի ու Աստծո ձեռքին օրհնության։ Եվ ասում է, սրանք ինչ են, շրթունքներով են ինձ մոտենում, իսկ պատվում են, իսկ նրա սիրտը հեռու է ինձանից եւ նրանց վախը։ Մենք շատ ենք կարդացել Աստծո խոսքի մեջ, սաղմոսների մեջ, Աստծո վախը, այդ սիրո վախը, որը ստեղծում է, երբ որ դու Աստծո հետ մոտենում ես, եւ քո մեջ վախը առաջանում, որ հանկարծ նրան չկորցնես։ Եվ Տերը վախի մի նոր նկարագրություն է տալիս։ Վախը ինձանից մարդկանց սովորեցրած հրամանն է։ Այսինքն մարդկան մեջ Աստծո վախ կա, ոչ թե ինքնստիկյան հոգու մեջ ծնունդ առած, այլ վախ կա, որովհետև քահանան ու հոգևոր առաջնորդը այդպես է կարդացել, այդպես է քարոզել, այդպես է սովորեցրել։ Եվ մենք հասկացել ենք, որ Աստծուց պետք է վախ ունենք։ Եթե հավատացյալ մարդից եք, Աստծուց պետք է վախ ունենք։ Երբ որ Աստված ասում է, դա պետք է ինքնստիկյան լինի, դա քո հոգուդ մեջ պետք է լինի, դա սիրո հիմքի վրա պետք է լինի, ոչ թե օրենքի, բառի, այլ սիրո, հավատարմության։ Հայտնության գրքի 21-րդ գլխի մեջ հայտնության գիրք Revelation chapter 21 Միջև հայտնության գիրքի ընթերցանությունը հարցումներ ունեմ հարցնելու Do I love Christ or merely enjoy church activity Երբ որ ես գալիս եմ եկեղեցի Դու կարող ես հարցումներ հարցնես ու կարող ես չհարցնես, դա քո որոշումն է, բայց ես ուզում եմ, որ այս մասին քննարկենք։ Սա իմ իրավունքի մեջ է մտնում որպես եկեղեցու ովիվ, որպես քո հոգևոր առաջնորդը։ Do I love Christ? Ես եկեղեցի եմ գալիս Քրիստոսի սիրո համար, թե սիրում եմ եկեղեցում քույր եղբայրները, խոսում ենք, ասում ենք, խաղոտում ենք, երգում ենք, ծանոթանում ենք, շփվում ենք, մի քանի զրուցում ենք, իմիք ասեք, ինչի այդ բոլորը վատ է, չէ սիրելիս։ Դրանք հրաշալի է, բայց դրանք պետք է շարունակություն լինի, ոչ թե պատճառ, ոչ թե նպատակ։ Մեզ համար նպատակը, մեզ համար պատճառը Տիրոջ տանը մեջ գալը Քրիստոսի հետ հանդիպելն է։ Եվ մենք պիտի չմոռանանք, մենք դրա իրավունքը չունենք մոռանալու։ Մենք պիտի չթողնենք, որ մեր եկեղեցի գալը Do I pursue him on a Monday or only ինչ notice him on a Sunday։ Հարցում հարցրու, երբ կիրակին հաջորդում է երկուշաբթի օրը, այդ նույն ձևով ես փնտրում նրան, հիշում, որ երեք եկեղեցում երգում էիր իր համար, աղոթում էիր իրեն, խնդրում էիր իր ողորմությունը, իր շնորհքը քեզ քո տան վրա։ Ու երբ կիրակի ավարտվեց, արդյոք դրանով մեր աստվածապաշտությունն էլ ավարտվեց, Եվ սպասում ենք մինչև որ հաջորդ կիրակի Աստված կյանք տա եւ մի անգամ եւս սկսենք մեր աստվածապաշտություն, թե մեր աստվածապաշտությունը ինքնահոս աղբյուրի նման է։ Այդպես անընդհատ բխում է այդ պաշտամունքը, աստվածապաշտությունը։ Քեզ համար օրը, ժամը, վիճակը, պայմանները, լավը, վատը, քո կյանքի կարգավիճակը, լավ, դժվարին, հարուստ, աղ, քո համար աստվածապաշտությունը անկախ է ամեն ինչից ինքնաբուխ քո մեջից դուրս է գալիս եթե քո մեջ պակասել է փնտրիր այդ աղբյուրի ստեղծողին խնդրիր որը բաց անի որ ինքնահոս քո աստվածապաշտությունն սկսի քո ներսից ինչ անել բխել եւ քո աստվածապաշտությունը անկախ լինի շաբաթվա օրերից եւ ժամերից Am I following Jesus or we are following a routine? Ամեն անգամ ես եկեղեցի գալով, գալիս եմ Քրիստոսին հետևելով, թե գալիս եմ ըստ սովորության, թե սովորություն է դարել։ Կիրակի որ լինում է, գիտեմ որ պետք է առավոտյան արտանամ 10-ին, 10-ից 11-ին, ամեն մի եկեղեցի իր ժամը, իր վիճակը պետք է գնամ։
չթոնես երբեք քո աստվածաշպաշտությունը դառնա սովորություն։ Արդեն դու հավատքից կփոխվես կրոնի։ Քո կենթանի հավատքը չթոնես կրոնապաշտություն դառնա, սովորություն դառնա։ Ով կիրակի եկավ, բան չունեմ ընկերներից ոչ մեկ չի զանգել, ոչ մի ծրագիր չկա, ոչ մի 40 տարի թաղում, ոչինչ չկա։ Գնամ այդ եկեղեցի, մեր քույր եղբայրներն էլ կտեսնեմ, այդ կիմանան ոնց են ինչ են։ Շատ լավ է, շատ բարի է քո գալը, բայց ոչ աստվածային է, ոչ սուրբ գրային է։ Դու գալիս ես զուտ քո մարդկային ինչ սովորությունից։ Իսկ մի ընթերցենք Հայտնության գրքից։ Հայտնության գիրք Revelation chapter 21 verse 7 հաղթողին է դա ժառանգելու։ Երբ Սուրբ գրքում է գրված, երբ խոսում է Հայտնության գրքում հաղթության մասին, մենք գիտենք, որ այս կյանքի, մեր ապրած առօրյայի, մեր բիզնեսի հաղթանակների մասին չի խոսքը։ Խոսքը նրան միշտ չի, թե ինչքան հաջողակ ես բիզնեսի աշխարհում, գիտական աշխարհում, ընտանեկան աշխարհում, երեխեքդ, թոռներդ, խոսում է հոգու մասին։ Այն ամեն ինչ, որ մենք Աստվածաշնչի մեջ կարդում ենք, խոսքը մեր հոգու մասին, որտեղ Աստված իր որդուն չտվեց, որ ես հաջողակ մարդ լինեմ, Աստված իր որդուն տվեց, որ ես փրկված մարդ լինեմ։ Երբ որ հաղթության մասին է, հաղթությունը հոգու մեջ է, ոչ թե Տերը երեք շատ հաջող վիճակ ունեցա, շատ լավ մի հատ բան գործարկեցինք, լավ վիճակ ստեղծվեց։ Դրա մասին չի խոսքը։ Դա օրորյա կյանքն է։ Այսօր կա, վաղը ամեն բան ավարտվելու է։ Բայց Աստծո ներկայությունը, Աստծո խոսքը չի խոսում ժամանակավորի խոսի։ Խոսում է հավիտենական մասին։ Հաղթողն է դա ժառանգելու։ Այսինքն նա, որ Քրիստոսին կարողացավ պահպանել իր մեջ շարունակաբար, ավանդույթ չդառավ իր աստվածապաշտությունը, նա ի՞նչն է ժառանգալու։ Իհարկե երկնային թագավորությունը։ Ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ Սա է պարզ ու հստակ հարաբերությունը մարդ Աստված հասկացողության մեջ։ Այսօր մենք լեցուն տեսնում ենք մարդիկ, որոնք Աստծուն պաշտում են հաջողության համար, հիվանդությունների բժշկության համար, ինչ որ ցախ է գնում, ցախորտություններ է գնում այդ բոլորը հաղթահարելու։ Բայց մեզ համար այս խոսքը մի հստակ, մի ճշմարտություն է բացում։ Անկախ իմ ու քո կյանքի իրավիճակներից, եթե իմ ու քո ու մեզ համար, մեր ու մեր Աստծո մեջ կա այդ հայր ու որդի հասկացողությունը, դա կենթանի հաղորդակցությունը, ուրեմն դա դու նրանն ես ու նա էլ քոնն է։ Ոչ մեկը չի կարող սատի, ոչ մի պատնեշ, ոչ մի վիճակ, ոչ մի վարդապետություն, ոչ մի քարոզիչ, ոչ մի հովի չի կարող այդ իրավիճակը փոխի, նույնիսկ երկնքի հրեշտակները, եթե դու նրանն ես ու նա քոնն է, եւ դա շարունակական է։ Ինչպես մի քիչ առաջ կիրակի չի, շաբաթի շաբաթ չի, վիճակից վիճակ չի, դժվարությունից դժվարություն չի, այլ շարունակական է, ինչպես այդ ինքնաբուխ հոսող աղբյուրը, նա իմ հայրն է ու ես իր որդին եմ, եւ դա ամեն օր է, ամեն ժամ է, ամեն վայրկյան է, մտածում ես այդ մասին։ Իսկ 8-րդ համարում մի տխուր իրականություն է բացահայտում։ Հայտնության գրքի 21-րդ այս 8-րդ համարում իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով եւ ծծումբով այրվող այս լճում է, որ կոչվում է ինչ, կոչվում է երկրորդ մահ։ Հիմա հասկանում եք, որ դրախտի ու դժոխքի գաղափարը դա մարդկային մտքի արգասիքը չի։ Մարդը, որ մեկին վատ է ցանկանում, ասում է դժոխք գնաս։ Սա Աստծո խոսքի համեմատ մի հատ վայր է, վիճակ է, պատիժ է, որը
Աստված մենք ընթերցում ենք, թե ինչպես է ասում Հայտնության գրքի 21-րդ գլխի 8-րդ համարը, որ նման իրավիճակ է եւ ովքեր են հայտնվելու։ Անհավատները, պիղծերը, մարդասպաները, պոռնիկները, կախարդները, կռապաշտները, բոլոր ստախոսները բաժին պետք է ունենան ինչ կրակով եւ ծծումբով այրվող այս լճում, եւ որ երկրորդ մահն է։ Մեր խոսքը պետք է ավարտի գա մի վերջի օրինակով, իրական դեպք է եղել, մի հովի հետ է կատարվել, եւ դեպքը սրանում է կայանում, որ հովիվ եղբայր կար մեծ եկեղեցու հովիվ էր, եւ ժամանակ առ ժամանակ ռեստորան էր գնում, ճաշան էր գնում, պատվիրում էր կոֆե կամ ուտելիք, եւ հերթական իր այցելությունը ռեստորանում Սուրբ Գիրքը բացեց, ամբողջ ժամանակ մտածում խորում էր առաջիկա կիրակի օրվա իր պատգամի մասին, եւ սկսեց կամաց թերթել Աստծո խոսքը, ինչ իր պատվիրածը կբերեին։ Հանկարծ կողքի նստած մի երիտասարդ աղջիկ նկատեց, որ տարիքն առած հասուն, այդպես պատկառելի մարդ նստած, Սուրբ Գիրքը բացել եւ այդպես թերթում է եւ կարդում է եւ վերլուծում է, ուսումնասիրում է։ A girl looked over from her table and saw me reading my Bible. Սա հովիվ եղբայրն է իր կյանքի վկայությունից տալիս։ And she said, why do you study that stuff? Այս շատ արհամարական ասма նայեց ինձի, ասեց, ինչու ես վերլուծում սենց ոնց ասած խեղճուկրակ գիրքը։ Ու ասма ես համարձակորեն իրեն պատասխանեցի, I said because I don't feel like going to hell. Ասեց ես Աստծո խոսքն եմ ուսումնասիրում, որտեվ չեմ ցանկանում հայտնվել դժոխքում when I die երբ որ ես մեռնեմ չեմ ուզում դժոխքում հայտնվել and she said there is no such a thing աղջիկը պատասխանեց դες բաներ չկա ինչ ես ասում ինչ դժոխք ինչ դրախտ նմանատիպ մարդկանց հանդիպել եք լեցու սա նրանցից մեկն էր չկա նմանատիպ դժոխք կամ դրախտ հովիվ շարունակեց Չէ, դեռ աղջիկ շարունակում է, դեռ չի բավարարել։ Everybody knows, ամեն մարդ գիտի, որ ոչ դժոխք կա, ոչ դրախտ։ Արդեն մենակ ինքը իրան չի ներկայացնում, ամբողջն է, ժողովուրդ է ներկայացնում։ Everyone knows that when you die, your candle goes out։ Երբ որ դու մեռնում ես, քո մոմը հանգչում է, փուֆ, գնաց, վերջացավ, ամեն բան վերջացավ քո կյանքում։ Էլ ոչինչ, ոչ մի շարունակություն չկա։ Հովիվ ասեց, ուրեմն դու ուզում ես ինձի ասես, որ մահից հետո էլ կյանք չկա, շարունակություն չկա, there is no afterlife, no, համարձակորեն ոչ, և շարունակեց միայն չէ ասելով, սա ասում է, որ դու պիտի քո կյանքդ վայելես ինչպես որ ցանկանում ես, որտև այն օրը, որ հանգչեցիր ամեն բան վերջացած է, ինչպես մոմը հանգչում է։ Means you must be able to just live as you please, ապրես ինչպես որ սիրտը ցանկանում է։ That's right։ Այնպես որ ոչ մի դատաստան, ոչ մի որոշում ընտրություն, anything, ոչ մի բան չկա, հովիվն արսում։ Ասես չէ, նմանատիպ ոչինչ չկա։ Շարունակում է իրենց երկխոսությունը։ Հովիվ դարձավ ասավ, այս ամբողջը, որ դու ինձ բացատրում ես, որտեղ ես կարդացել, որտեղ ես լսես բոլորի մասին։ She said, I read somewhere, ինչ-որ միտեղ կարդացել եմ։ Եվ հովիվ հարցեց, can you give me the name of the book? Կարող ես ասես այդ գրքի անունը, որ նման բաներ, որ ինձի բացատրում ես, այդ գրքի անունը ինչ գիրք է? I don't recall, չեմ հիշում գրքի անունը։ Ասես, can you give me the name of author? Իր հեղինակի անունը կարող ես հիշել։ Ասես, մոռացել եմ, I forgot the name։ Ասես, այդ հեղինակը, որ տես կարևոր քեզ համար գիրք է գրել, ու դու այդ բոլորը կարդացել ես, կարող է ուրիշ գրքեր ևս գրած լինի, որ հիշես, որ ես գնամ, փնտրեմ, գտնեմ այդ հեղինակին, այդ գիրքը գտնեմ, որ կարդամ։
I don't know, ասես ոչինչ չեմ հիշում, չգիտեմ նա գրել է թե ոչ։ Հովիվ շարունակում է։ Ասում է, լսի սիրելիս, արդյոք հնարավոր է։ Ես չեմ կասկածում, ենթադրենք թե դու ճիշտ ես, որ նման մի մարդ է եղել, որ նման մի գիրք է գրել, որ ոչ դժոխք կա, ոչ դրախտ կա, ապրի քո ուզած կյանքով, եւ երբ որ մեռնես, մոմը հանգչում ամեն բան վերջանում է։ Ասում է հնարավոր է որ այդ հեղինակը անցնի մի 2 տարի հետո ու հանկարծ միտքը փոխի։ Հնարավոր է, ապաշխարի, դառնա, ասոն ճանաչի եւ սկսի գրքեր գրել դրախտի ու դժոխքի մասին։ It's possible, աղջիկ ասեց, but not likely, բայց կասկածում եմ, հնարավոր չի։ Հեղինակին չի ճանաչում, գրքի անունը չգիտի, բայց հանգիստ կարողանում է այդ անհատի մասին վստահորեն ասել կարծիքը։ Եվ վերջապես Հովվի վերջնակետը։ Let me get this straight, ասում է, երբ մեր խոսակցությունը ես ամբողջացնեմ, Հովիվն ասում աղջկա համար։ You are rolling the dice, ասում է դու քո ամբողջ հավիտենականությունը, ինչ ես անում, բախտախաղիղ ես բերում, քո ամբողջ հավիտենականության կյանքը, on what, ինչի վրա, մի գրքի վրա, որ այդ գրքի վերնագիրը չգիտես, այդ գրքի հեղինակին չգիտես, բայց քո ամբողջ հավիտենականությունը կապել ես այդ գրքի ու այդ հեղինակի իմաստության վրա։ Եվ նույնիսկ չես կամ ոչ մի բան հիշես։ She said, that's right, ճիշտ ես ասում, այդպես է։ Եվ Հովիվը ասում է, եւ հետեւյալը պատասխանեցի, իմ սիրելիս, թող քեզ ասեմ քո իրական ճշմարտությունը, թե դու ինչի մեջ ես։ Դու մտածելով դժոխքի եւ դրախտի մասին, because it is very discomforting to think of a hell. Անչափ անհանգստություն, անցանկալի կարգավիճակ է ստեղծում քո մեջ, երբ որ դու փորձում ես մտածել դժոխքի մասին։ Եվ դրա համար մարդիկ ինչ են անում։ Դժոխքի գաղափար ինչ են անում, դուրս են անում իրենց մտքից, գաղափարից եւ այս աղջկա նման կառուցում են ինչ որ փիլիսոփայություններ, ինչ որ մտքեր, ինչ որ գաղափարներ։ Discomfort, think of the hell. It is very scary. Այո, ասեց։ Յուրաքանչյուր մարդ արարածել հասկանում է, թե ինչքան սարսափելի է։ Այն Աստծուն, որ քո ամբողջ կյանքում իրեն անտեսեցիր, մի օր նրա առջև ես կանգնելու ու նրա դատաստանով ես անցնելու։ Եվ դրանով ավարտում է իրենց երկխոսությունը, թողնելով այդ աղջկան լեցուն մտածել, փորձել գտնել գիրքը ու հեղինակը եւ վերլուծել։ Իսկ ինձ ու քեզ մնում է կարճել այդ Քրիստոսից, որ մեզ համար բացեց ճշմարտությունը ու կյանքը։ Թող փառավոր լինի նրա անունը այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից։ Ամեն։